Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորին, թույլ տվեք ներողություն խնդրել, մի փոքր վատ առողջ եմ, անգամ այսօր աշխատանքի էլ չէի գնացել, ամենայն հավանականությամբ վաղը ֆրինուզում կլինեմ, հաղորդումը կլինի, այսօր կրկնություն էր, իսկ ցավոք այս հիվանդանալը շատ կարևոր օրերից ստացվեց, որովհետև վարկյանի արագությամբ շատ կարևոր զարգացումներ էին տեղի ունենում, թե արտաքին քաղաքականության, թե ներ քաղաքական վիճակի մեջ, ու այն ոռնոց գմբրտոցը, որ լսվում էր ընդդիմադիրների դաշտից, դա անընդհատ ինձ ստիպում էր, որ եթեր մտնեմ, բայց չէի կարող, իսկապես չէի կարող, շատ վատ էի ինձ զգում։ Եվ դա է պատճառը, որ վերնագրել եմ վերջին 3 օրերի մասին ու կգանք ամենասկզբից թերևս, չգիտեմ ոնց կգնա եթերը, խնդրեմ որպեսզի կիսվեք ու տարածվեք, հարցերն էլ կնայենք, որ թեմաներն են առավել հետաքրքիր, որովհետև գիտեք, այս արագության մեջ, արագության դարում, այն որ մի ժամվա թեման կամ 3-վա թեման արդեն հաջորդ օրը ակտուալ գուցե չի լինում, բայց այն մարդիկ, ովքեր սովոր են սառը դատողություններով հանդես գալ, իրենց մոտ ընդհակառակը պետք է գիտեք ինչ-որ բան որ լինում, պետք է հետո մի գիշեր քնել։ Մի գիշեր, չշտապել, տակ-տակ բաներ չարել, մի գիշեր քնում ես ու всё, մնացածը պարզ է լինում։ Դա ես 5-6 տարի արդեն ասում եմ, այդ նույն բանը։ Մի շտապեք։ Ոչ մի բանում այտենց հավարժ չկա, էլի որ ասեք, վայ, այս վարկյանին ինչ որ բան դուք պիտի անեք, չէ։ Թողեք թողածնի մի օր ու կտեսնեք, որ այն ինչը որ ցանկացել եք անեք, կարող է լրիվ սխալ դուրս գա։ Բայց անցնենք առաջ։ Ես չգիտեմ, երևի Պարսկաստանի այն ինչ որ կատարվում է հարևան երկրում դեռ կանդրադառնանք, ցավալի բան է կատարվում, բայց ես չեմ հասկանում նաև պահանջները, որ դրվում են, ասես ով հասնում պահանջ է դնում, էլի։ Եվ ներքաղաքական իրավիճակները, որտեղ որ պերաշկի ուտելուց սկսած քարկոծում են մինչև մի հատ քաղաքացու հետ բան։ Ես գրառում արել էի, այդ մի հատ գրառումն եմ արել, որովհետև այդ մի բանը դուրս չէր եկել։ Մնացածը ընթացած։ Շնորհակալություն, շնորհակալություն շատ։ Որտեղից սկսենք։ Թերևս սկսենք տարածաշրջանից երևի, հա։ Այստեղ ամեն ինչ բաց տեսնում ենք, բայց պետք է ասեմ ժողովուրդ ջան, որ դուք երբեմն դառնում եք նաև մեդիա տերորի ոչ միայն զոհ, այլ նաև տարածողներ։ Ես ձեզ խնդրում եմ, որպեսզի ամեն վիդեո չկիսվեք, որքան էլ դրանք լինեն շատ իրականին մոտ, մի կիսվեք, գործ չունեք այդ ամեն ինչի հետ։ Նայեք, հետևեք, ըստ ձեզ պատկերացումներ ունեցեք, բայց մի կիսվեք, որովհետև դուք չգիտեք, իսկապես ցավոք սրտի, ես ինքս էլ չեմ իմացել, հիմա մասամբ գիտեմ, մենես չի ամբողջովին գիտեմ ու տիրապետում եմ, բայց չգիտեք, թե մեդիա տերորիզմը կամ հիբրիդային պատերազմը ժամանակակից պատերազմի մեջ որքանով է ամենաառաջնային կարգավիճակում։ Մարդիկ կան խնդիրներ են լուծում ու եկեք այդ խնդիրների ոչ ստեղծողը եղեք, ոչ լուծողը, թող գնան իրենք իրանց անելիքը անեն։ Այո, շատ վատ է, որ Իրանում է դա տեղի ունենում, մեր հարևան երկիրն է, բայց ես այն բաներն էլ չեմ հասկանում, էլ այն գժական բաները, բա մեր բանում հարևան երկրում եսի ինչ է կատարվում, այստեղ եսի ինչ եք անում։ Նախ այս շուխուրը գցողը հիմնականում գիտեք ովքեր են։ Հիմնականում դաշնակներն են։ Ես ուզում եմ դաշնակներին մի հատ բան հուշեմ։ Դες պլոճիկով կուսակցություն եք, 100 քանի տարի, մենակ թողեն տարիներից խոսեք։ Պարսկաստանում էլ մեջլիս բանում իրանց պարլամենտում ունեք падգամավորական մանդատներ։ Դուք որպես կուսակցություն ինչ հայտարարություն եք արել արա։ Ինչ հայտարարություն եք մինչև հիմի արել, գոնե մի հատ։ Դաշնակցական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է արա։ Այդ որ ստիպում եք, իշխանությունները տեսեք, ոչինչ չեն, તો ձեզ ինչ են ասել, ինչ չեն ասել, պատասխանատուն դուք եք։ Ես ձեզ ուղիղ բան եմ ասում, դուք ունտեղ ունեք падգամավորներ, օրը մեջով էլ պարսիկներին լարում էիք մեր դեմ։ Տեսեք, թրիպուղին պարսիկներ ձեր դեմ է։ Պարսկաստանի դեսպանը նստած ասում արա, մեր դեմ չի, չէ ձեր դեմ է, ասում մեր դեմ չի, չէ ձեր դեմ է։ Պարսկաստանի ղեկավար կազմը ասում էր, մեր դեմ չի, արա մենք ուսումնասիրել ենք, խոսացել ենք, չէ ձեր դեմ է։ Բայց դուք այդքան որ սրտացավ եք Պարսկաստանի մասին, Իրանի իսլամական պետության մասին։ Ձեր պաշտոնական դիրքորոշումը հրապարակային որտեղ արա։ Ուրա մանեմ գալիս չեմ գտնում արա։ Դուք հիմի աշխարհում որտեղ գրասենյակ ունեիք, պիտի ձեր դիրքորոշումը հայտնեք։ Ամերիկաներում բան, այդտեղ Ամերիկայում նստած արա դաշնակներ, ձեր կուսակցությունը, ձեր գրասենյակը, պաշտոնական ինչ հայտարարություն են արել։ Ամերիկայում ձեն չունեք, Պարսկաստանում մանդատ ունեք, ինչ եք խոսացել արա։ Ու մեկը սրան չի անդրադառնա։ То սկիցեր Պուտինը հələ բան չէր ասել, այսօր նոր սկսել է գվգվալը, գրմռալ թեթև բան։ Սա դե գիտեք, քանի որ վասնզի, բան, սա բաներ անում։ Ինչը
կպես դա բշտու բամի բանալի կասեք։ Դու ձեզ էլ իշխացին ինչ չեն ասի։ Ձեզ ինչ, ձերը պետական շահն է, Հայաստանի պետության շահն է ձերը։ Խեք ուզում մի բան ասի, ինչ ասվի, հələ դուք ասեք դրանք ինչ պետք է ասվի, որ չի ասում իշխանությունը։ Ու մարդիկ են տակ այս բաների տակ տեսեք սպասում են որպեսզի քանի որ չասացին, այ ինչու չեն, այ այնտեղ պատրաստում իրենք այդտեղ կարկանդակ են ուտում դե լավագույն դեպքում պերաշկի։ Քացել են տեղա պերաշկի են ուտում, կարող է բան ավստրալիական մարմարափայլ ազդրի հորթի ստեյք են ուտում, պերաշկի են ուտում, ինչ այ բան է եղել ապեր։ Ասենք որ երկար ճանապարհ գնում եք, դες ամբողջ օրով ճամփեքին եք։ Ասենք դուք ինչ եք ուտում այդ ժամանակ։ Մարդ են Որ եթում եք միտեղ ակետից գնում եք բեկետ ու այդ օրը սաղոր ճամփեքին եք, դուք ինչ եք ուտում, կարանք իմանալ։ Համարյա պերաշկի, եթե ոչ հենց իմնա պերաշկի։ Ասեմ ավելին, արա ձեր մեջ մեկը կա, որ այն դիլիջանի պավարոտները իջնելուց մի հատ կուկուռուզ չի կերել։ Ինչ սով եք դուք արա։ Չէ, այլ ասում է, այնտեղ պատերազմը իրանք էլ որտեղ է պատերազմ, կուրսի եք։ Մեր մոտ ինչ կա, նորմալ է, օքեյ է։ Բա այդտեղ մի հատ գնահատական տալու բան չկա հələ։ Այդ եմ ասում, դուք այնքան ժողովրդից ու պետությունից կտրված, դուք այս մեր դուք ճուժո եք։ Միշտ եմ ասել։ Այնքան պետությունից կտրված եք սաղ կյանքները տեղել ու ժողովրդից։ Որ դուք չեք արդեն դուք չգիտեմ կուրացել եք ինչ եք արել, բացարձակ չեք նայում Հայաստան պետ։ Ոչ թե չեք մտածում, դուք չգիտեք որ պիտի մտածեք։ Հասկանում եք, խնդիրը տարբերությունը այդտեղ է։ Դուք այնքան չեք անցալում Հայաստանը որպես պետություն, դաշնակներ, հարապետականներ, բանես խազա Այս բաները ձևիցները այսօր նոր են հայտնաբերել Հայաստանը բանը դրանք դուք չգիտեք դուք առաջին պլանում ձեր մոտ պետությունը չի եւ քաղաքացին չի դուք լրիվ ուրիշ չարխերի մեջ եք այդ համար չեք հասկանում ոնց խոսակ որ ժողովուրդը ասել է կայնի լավ է այս անգամ ոնց որ մի հատ նորմալ բան է խոսում որովհետեւ ձեզ թվում է հիմա պիտի օրինակ Հայաստանը կանգնի մա բոցաշո ինչ ասի դուք ուշադիր չեք եղել ո՞րն է ձեզ քաղաքականությամբ եք զբաղվում վրոզի նորեր զանգել բա հարցազրույց բան էին վերցնում Ոնց են ասում է դրանց հարցում էր հարցում է զանգել են առաջի հարցից ջոկում ես որ այդ ձևիցների զակած տղասն է էլի հեսա դրան այդ հարցումների ոլորտին էլ կանդրադառնանք դա չկապիկություն ամեն ձևավորում են sense նախադասությունը ասենք իրանց ասած թեմաները հարցերը ոչ մեկ միանշանակ հարց չի որպես հարց ու մնաց դրան պատասխան տաս ամեն ձև ձևակերպել որ մի ձև ինչ որ բանի հանդեպ տոկոս քաշեն որ ցույց տան ասեն այսքան տոկոս այս թեմայով բան ունենք այ ապուշ են էլի ապուշ եկել են մեզ են ապուշի դեն դալբայով են եկել են մեզ ապուշի դեն մի խոսքով ասեմ Իրանը կայսրություն է աշխարհի հնագույն կայսրություններից ում խփել է մի հատ ուրիշ կայսրություն հрьяաներով Իսրայելով ՆԱՏՕ-ն չէ ՆԱՏՕ-ն հələ չի մտել թեմայի մեջ ՆԱՏՕ-ն հələ դա կարակալը որ փորձում է չմտնի թեմայի մեջ հիմի արաբական աշխարհը չգիտեմ պատմություն ծանոթ եք կուրսի չեք սա խառն է ու նորմալ է երբ որ կայսրությունը քանդվում է գրրգմպա հասնում է աշխարհի միցերից մյուսերը կուրսի չեք բացեք կարդացեք տարբեր կայսրությունների մասին ո՞ր բացատրենք ձեզ եկել եք այսօր ձեր համար գյուտ եք արել որ բացի Հայաստանից աշխարհում էլի երկրներ կան ու հիմա իրար խառնված նստել եք բա հիմա ոնց ենք անելու ոնց պիտի անենք խելոք վերեք տեղներ իշխանությունը դուք ձեզ ներկայացնում եք քաղաքական ուժ այո քաղաքական ուժ եք չեք ջոկել իշխանության ռազմավարությունը որ ես դեռ քաղաքացի նստած ոնց դա կասեմ բանա քարոզ չամեքենան աշխատում ուրեմն լսեք արա ֆունտիկներ դա քարոզ չամեքենային էլ կանդրադառնա եթե սկսենք քարոզ անելը ձեզանից բան չի մնա вообще ոչ մի բան չի մնա օդ Պրիտոմ թստահոտ հասկանում եք ուրեմն այ Հայաստանի Հանրապետությունը այս 5 տարի է ասել է ոչ միայն ասել է բուկլետի մեջ գրել է բանա բարձրաձայնել է 21-22 թվականին թեման էլ եղել է ասել է հիմա թե փոխվում եմ ժողովուրդ ջան ձեզ խոստացածից այս ուղղությամբ են գնում այսինքն են դեմից ասել է Ռուսաստանի հետ ենք աշխատելու հետո ասել է ապեր չէ Ռուսաստանը որովհետեւ փողերը վերցրել զենքը չի տալիս հիմի այս բազմավեկտոր քաղաքականություն ենք տանում անկախ ամեն ինչից ու որովհետեւ մի երկրի հետ բանը գործընկերությունը մյուս երկրի դեմ չի եւ որովհետեւ մեկի հետ աշխատանքը մյուսի հաշվին չի բայց հիմա խորհուրդ եմ տալիս Դաշնակ Հանրապետական Պողոս Պետրոս Մարտիրոս Ուժեղ Հայաստան չէ Նարեկ Կարապետյան խփում ես մեր YouTube-ով գրում է բա ChatGPT-ին այդ աղբերություն եք չէ ոնց նայում եմ դաժե ձեր առաջնորդը ChatGPT-ով ուտես տեքստերը գրած ասում խփում ասում եք աղբեր ChatGPT ի՞նչ է նշանակում բազմավեկտոր քաղաքականություն այդ ChatGPT-ն ձեզ ասում է ու դուք միշտ ապեք հակադարձեք գնացեք մի գիշեր մտածեք այն ինչ որ կասի ինչ պատասխան որ կտա մի գիշեր մտածեք հաջորդ օրը հերեք ասեք աղբեր ջան ChatGPT-ին հարցնենք բազմավեկտորը ինչ է այս բանն ասել ու իրար հետ դնենք վերցնենք հասկանում եք թե չէ
Հիմի Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հետ ունի ռազմավարական գործընկերության համաձայնագիր, դեր մեկ է կողմի։ Պրյամո ասեք, մի բան, կռուտիտները նելու տեղը չի, հասկանում եք, այստեղ երրորդ համաշխարհայինն է սկսել, հա։ Իրանի հետ ունի լուրջ իմիջայլոց, այս ամեն ինչից մի 5 օր առաջ, 4 օր առաջ, Պապիկյանը ընդեղ էր, հասկանում եք, Սուրեն Պապիկյանը ընդեղ էր, հետո ասում եք պերաշկի ես ուտում, բա լավ անում, որովհետև միջև հետ գնացել է ընդեղ, իրար հասկացել են եկել է, երբ որ գնացել է ընդեղ, ուրեմն չեն գնացել եկել, չէ՞ մենակ են հայտարարության տեքստի համար, ընդեղ ուրեմն եկա բանա չէ եղել, հա, երբ որ եկել է, ստեղ Հայաստանում անվտանգության խորհրդի նիստ է եղել, հասկանում եք թե չէ, անվտանգության խորհրդի նիստ, անվտանգության խորհրդի նիստում էլ քննարկել, մնարկել են, ջոգել են ինչա, ինչ չին, հազարականները տվացա, իրանք էլ ելել են լինասներ քաղաքական թեմաներով, ինչից եք դժգոհ։ Այն որ առաջին անգամ Հայաստանը սիրտը չի խփում սպասում, ասենք չգիտեմ, Զիմբաբվեն խփել է Նեպալին, բայ հեսա Ադրբեջանը կհարձակվի մեր վրա հիմա ինչ է։ Որ առաջին անգամ այդպես բան չկա, որ կանանք մի փոքր, չեմ ասում, դες 100%-ով վստահ լինենք, կյանքա, ամեն ինչ լինելու։ Բայց որոնտեղ այդ ամեն ինչը գնում է, բայց այդտեղ ապահով դիվանագիտորեն ապահոված է, հələ որ։ Այս բայդրությամբ, հա, նո, չկա ուրիշ բան մտածելու հələ որ։ Բանը, դուք նեղվում եք դրանից, ինչ ա եղել։ Ինչը չի նստում սրտների, ասեք, հասկանանք, ուղիղ ասեք ախպեր։ Ձեր սատարած Ռուսաստանը այսօր նոր առաջին անգամ փորձել է բան խոսա։ Դուք ասեք Հայաստանի ղեկավարը բան չի խոսում, արա։ Արա Ռուսաստանը, Պուտինը, ով կյանքով պարտական է Իրանին, ցել է Ռուսաստանը կյանքով, ոնց եք ասում, մենք դուք եք չի ասում, ռուսը չլեր մենք չենք լինի։ Արա Ռուսաստանը գիտեք ինչքան է պարտք Իրանին։ Իրանը չլեր ռուսը չէր լինի, սենց ասեմ, այս բազարի մեջ Ուկրաինայի։ Հա։ Նա հələ մինչև հիմի նոր ուզում է գվգվա, թակի մեջ է, ջոգում է որ վատ է վիճակը։ Դուք ստեղ ասում եք, չէ, հələ մի բան խոսա։ Վատ եկան ձեր ինչ գործ։ Դուք ինչ գործ ունեք, ով ինչ խոսա։ Դուք գնացեք Նալբանդյանին տեսեք ոնց արա։ Նալբանդյանը, Օսկանյանը, բան, որ մինչև այսօր չեն հասկացել ինչ է նշանակում դրոշի հետևից թռնելը դիվանագիտական դաշտում։ Գնացեք իրանցից ճշտեք, ինչ գործ ունեք, հիմա եկել եք մարդկանց բան, 3-1 այսօր երկու մարդկանց լող տալ եք սովորացնում։ Ահա կլինեն որոշ բաներ կարող է լինել, ձեզ ինչ։ Դուք եք պատասխանատվություն կրող, դուք պատասխանատվություն կրող չեք։ Դուք սպասում եք նա թեմա լինի, որ դուրս գաք, պատասխանատվությունը քսեք մեկի վրա ու երկրում ինչ-որ բան վիճակ ստեղծեք, ապա անկանոն վիճակ, ապա կայունացնող իրավիճակ, որպեսզի պետությունը թուլանա, դուք եք։ Հասկանում եք։ Եկել եք այսօր Հավայի բաներ խոսում, որ ինչ կա։ Ինչ որ գնում է։ Իմիջիանոց էս ասոբը, գիտեք ոնց է։ Ես ունեմ իրանցի, հենց իրանցի ընկերներ, ունեմ իրանահայ ընկերներ, մեռամ իրանցի կյանքին։ Բայց ինչ վերաբերվում է Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, Իրանի պաշտոնական դիրքորոշումը եղել է այ ապուշներ, որ առաջինը Ադրբեջանին Իրանն է շնորհավորել Արցախի թեմայով։ Ասել շնորհավորում ենք, որ տարածքային ամբողջականության վերականգնեց Ադրբեջանը, որովհետև Իրանում դաշնակ մանդատ ունեցող պատգամավորներ կային դաշնակ, ովքեր չկարողացան գոնե այդ հրապարակային խոսույթի դեմն առնեն։ Բանտե գվգվայի կարա։ Իմ համար Իրանը թշնամի երկիր չի։ Բայց եթե խոսում ենք այս թեմայից, դնում ենք հանկարծ տեղերի բերում գցում ենք հայրենասիրությունը, եսի մինչերը, ցես բաները, ես ձեզ ասում եմ, Իրանը պրյամո առաջինն է եղել, որ շնորհավորել է Ադրբեջանին ամբողջականության վերականգնման մասով։ Ունեք ասել եք, թե չունեք, թե գործով եք արա։ Թե ոնց գործով դες պետք է դες գործով էլ մնացել եք արա։ Ձեր համար հայրենիքը պետությունը Հայաստանը առասարակ գործով թե օֆիս է ձեր համար։ Ձեր համար երկիր պետություն հայրենիք երբեք չի եղել, չի լինելու։ Հավայի լոլոներ մի կարտացեք արա։ Այն Գեղամա Մանուկյան այսօր հելել է ազգային ժողովում բանում խորհրդի նիստում դուք բանա գերիների անուն մի տվեք դուք ես հիստերիկացել արա որտեղ փուրը տվողը դու ես նոր ես ջոգե որ ախպորը ոնց ես փուրը տվել արա խիղճը տա խայթում դա խիղճը խայթում է գնացեք ձեր մեջ հարցրելուց եք մի արի տարաֆասներ արա ինչքան ապուշ գյադակա հելելում են քաղաքականապես քանի որովհետև այ ամերիկան ասես նոր նիկոլա այստեղ հելավ ասես բանա մենք բանա ոնց ասե մի խոսքով այդ ցավակցում ենք բան դիվանագիտական գործունեությունը դուք ով եք խառնում եք այդտեղ Դուք ինչ գիտեք դիվանագիտությունը ինչա ձեր տեղը ձեր իշխանության ժամանակ ձեր տեղը Ռուսաստանն է որոշը դուք սեփական դիվանագիտություն չեք ունեցել դուք ոնց կարող բան խոսակ Սուտա մի խապի Իրանը չի շնորհավել ռիչ եթե հենց իմի ճարեմ այդ վիդեոն դնեմ ինչ ես անում ստե մտնում ես էֆիր դեմքը ցույց տալով ներողություն խնդրես ռիչ ես պրյամո բան եմ ասում եթե ես հենց իմի ճարում եմ այդ վիդեոն որտեղ որ Իրանը ասում է որ ինքը բանա շնորհավորում է այս թեմաներով նու կարող բարուրիզը բայց այստեղ կոնցեպտը հետեւյալն է որ Ադրբեջանը իր տարածքային բանն է վերականգնել ամբողջականությունը դու ինչ ես անում հենց իմի մտի եթերես դեմքդ տենանք էլի որ դեմքդ տենանք որ ջոգենկով կարող է ֆեյք ես ինչ մտի հենց իմի մտի ես քեզ տարեմ հրավիրեմ մտի էֆիր
Ես բացում եմ այդ վիդեոն դնում եմ, հենց իմի բանը Messenger-ից մեջ էդի պահպանած է հենց քո նմանների համար։ Հեսա գտնեմ, դաժե պայեն վրա։ Եթե մտնում ես ու խոստանում ես տաղավարի, որ բան ես անելու, ներողություն ես ասելու, ընդ որում բան ձևով ներողություն։ Ես միացնեմ էդի։ Մտնում ես թե չէ։ Պատասխանի ես սպասում եմ, որովհետև այստեղ ես հիմա իջնեմ ուրիշ վիդեո ներկայացա ցույց տալու։ Այնտեղ են վերևը են իա։ Վերջը, բայց ես անգամ այդ պարագայում Իրանի այդ հայտարարությանը վերաբերվել եմ դիվանագիտական մոտեցում, որ ասենք դե տենց ա եղել, մեր երկիրը Հայաստանի Հանրապետությունը Արցախի թեմաները տարել կողելա բանի տակ, դուք ասեք, տարածքային ամբողջականության տակ խնդիրը, փոխանակ անվտանգության մասով պահեր։ Ու արդեն всё, գնացել է։ Մենք էդի 20 տարի առաջ 20 չէ, արդեն շատ 30-ից 26-ին 30 տարի առաջ արդեն գրվել ենք այդ թեման։ Հասկանում եք, դրա համար իմ համար հասկանալի էր ինչ որտեղ ընդունելի չլինի, բայց հասկանալի էր այդ բանը, բայց որ ասում ես չի եղել, արի ցույց կտամ ոնց է եղել։ Այն էլ բարձրագույն մակարդակով, նես չէ, այնտեղի Անժելա Թովմասյանը չի եղել։ Մի խոսքով, այդ արա մտքից թելը կտրվավ։ Իրանի հետ կապված մի հատ էլ է ուժեղ թեմակա։ Արա մտքից մեջ է պայել է այդ ամեն ինչը։ Մի խոսքով, լավ, կհիշենք, կասենք։ Հիմի ես առաջարկում եմ կանք լես բանին, մեր ներսը։ Տեսեք, հիմի շատ դեպքերում մենք իրար հետ կոպիտ ենք խոսում, բան ենք անում, չէ՞։ Դա մեր կրթությունից դասերակցությունից է գալիս։ Իհարկե հակադարձել, տակալուն ազգենք, բա պիտի հակադարձենք, բայց պիտի անենք, բայց գարց ամենաառաջին խնդիրը, մեր այսօր ցանկացած բանի կպնես, հարցի կպնես, խնդիրը կրթությունն է։ Ըստ կներեք, ո՞նց կարա այդ խնդիրները չլինեն, հիմի որ ասենք, ասեք նախկին ներկա եք անում։ Երբ որ քո կրթության նախարարներից հերթով ամեն մեկից այնքան պահանջադրված լապել են։ Այս վերջինը վաբշե ռեկորդներ է խփում։ Մի 35 հատ մենակ անշարժ շարժական գույքի մասին է խոսակցությունը միլիարդ 200 միլիոն փողով։ Արա ախպեր, բա այս ամեն ինչը գնացել է մեր այսօրվա ջանից ու վաղվա ջանից, ես ձեզ ասեմ։ Լեշի որ վաղը արդեն օքեյ է լինելու, չէ՞, վաղն էլ է հարցեր լինելու։ Վաղն էլ է հարցեր լինելու, որովհետև երեք վաղվա մասին մտածած չի եղել։ Գիտեք ինչ, այստեղ ես մի հատ գրառում էի արել, շատ շատերին սրտին ծանր էր նստել։ Այն Արտաշացի տղու հետ կապված։ Ես չգիտեմ, այնքան բան ակուտակվել, չգիտեմ որ մեկը խոսան, որը չէ, 3 օր եթեր չեմ արել այս Արոշյան հետ Իվանցյանից պատճառով։ Ուրեմն նայեք, ես այս արդեն ԿՊ-ին եմ ասում։ Տղեկ, այդ որ ասում եք Հայաստանում ժողովրդավարություն է, եկեք կլինի ոչ ձեզ խաբեք, ոչ մեզ։ Դուք ժողովրդավար եք։ Ինձ նման քաղաքացիներ նույնպես եւ ժողովրդավար են եւ ժողովրդավարության ջատագով են, առաջմղող են։ Առհասարակ դրա համար է նաեւ որոշակի սատարում պահպանվում ձեր մոտ։ Բայց Հայաստանում դեռ ժողովրդավարություն չկա։ Ու ես ասեմ ինչու չկա, ինչպես չկա։ Այստեղ իմ սրտին ամենաշատը կպավ մի հատ դրվագ, որի մասին չգիտես խի ամենակիչը խոսացին, ամենակիչը ընդդիմադիրները։ Դե ես գիտեմ ինչի, բայց իրանք չեն կարող այդպես կանգնեն ուղիղ ասեն, էլի թե խի են հենց այդ դրա մասին ամենակիչը խոսեն։ Ուրեմն խոսքը վերաբերվում էր այս տատիկին, ես ուզում եմ ուշադիր նայել։ Ահապեկվում եմ, ես քննիչին ասացի, որ ինձ ահապեկում եմ, քննիչն ասաց, Դիկին Արմենը եթե ինձ է ահապեկում, ես պատկերացնում եմ, ձեզ ինչպես է ահապեկում։ Այ այս ձեր հաստատանները, պարոն Փաշինյան։ Դեր ասելու շատ բանում են, պարոն Փաշինյան։ Մանկասպանամետ հաստատանները Շեքսպիրի դրամատուրգը անգամ կարող է նրանցը, նրանք կարող են Ես պաստելու եմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան։ Այ այդքան հացելիս, որ ես ձեզ եմ պատասխանում։ Պարոն Փաշինյան, հիշում եք իմ թորանս նկարը։ Իմ թորանս նկարը դուք հիշում եք, պարոն Փաշինյան, ձեր հետ նկարված։ Ես ուղարկել էի նկարը ձեզ, որքան իմ թորանս։ Մի խոսքով, այսքանոց վիճակը տեսնում եք, չէ՞։ Քննիչների հետ կապված բան ասում։ Չգիտես ինչի, ու գիտեք, անկախ նրանից ինքը այստեղ տեղին է ասում, թե տեղին չի ասում։ Պետք է մտնել այդ մարդու դրության մեջ։ Տարիքով կին է, շունչը կտրվում է, ինձ թվում է կարող է մի բան լինի տնից տեղից հեռու։ Այն ինչ որ ասում է քննիչների հետ կապված, պարոն Փաշինյան, ես թույլ տվեք Ժողովուրդ ջան, այս արանքը մի հատ էդի պետք է խոսացվի։ Ուրեմն սա համատարած է Հայաստանի Հանրապետությունը։ Սա համատարած է։ Ուրեմն ընդդիմադիրները այս հատված ոչ թե ձեր պերաշկի ուտելը պիտի դնեին բան, դա ապուշ են էլ իրանք, որովհետև այլ պիտի այսա ամենաշատը տարածվեր, ամենաշատը։ Բայց քանի որ իրենք էլ շատ լավ գիտեն քննչականի ապօրինությունները ինչից են գալիս եւ ինչու են այդպես։ Ինչու ոչ նաև փաստաբանների պալատի ապօրինությունները։ Դրա համար այսա քիչ տարածում ունեցավ։
Բայց սա ամենակարևորն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այն քաղաքացիները, որոնք որ կուզեին այսօր ձեզ տեսնելու ինչ-որ բան ասեն, իրանց այդ տիպի քաղաքացիների 90%-ը կխոսեին քննիչներից, դե բնականաբար արդեն այնտեղ դատական process-ներից։ Կներեք, եթե քննիչի մասով չկարա ասի ձեզ, բա ում պիտի ասի։ Ելում ասի։ Քննչականի պետին, մենակ չասեք քննիչի մասով քննչականի պետին պիտի ասի։ Այս խնդիրը համատարած է։ Ես ինքս 3 տարի արդեն հասարակական կազմակերպությունն եմ մեր օրական քաղաքացիները դիմավորում։ Որքան էլ որ մենք իրավաբանական կառույց չենք, իրավաբանական մեր կազմակերպությունը իրավաբանական բանով չի աշխատում, էլի, ուղղությամբ չի աշխատում, այսինքն իրավական ոլորտի չի, մեր հանրային վերահսկողությունն է եւ իրազեկում։ Միևնույնն է, մեր դուրը թակողների 90%-ը քննիչների ու դատավորների ու ոստիկանների հետ խնդիր ունեցող քաղաքացիներն են։ Ու գիտեք բանը որն է, որ անգամ շատ դեպքերում լինում է, իհարկե, լինում է, երբ որ ուսումնասիրում ենք, բարձրանում է, որ քաղաքացին ամի քիչ սխալ հասկացել կամ ինչ-որ բան չի գնացել, իրավական հիմք կա, բան, բայց մեկը մարդը տենց է։ Դա հենց այդ անվստահությունից է։ Եվ այդ անվստահությունը ունի իր պատճառները, որովհետև քաղաքացու հետ շենքով շնորհքով խոսելու ձև չգիտեն։ Ու նայեք ոնց է։ Քննիչը, այսպես կանանց մասով, կամ սես մարդկանց մասով, ինչ ուզի կարա անի, ինչ ուզում անում են դաժե, սենց ասեմ ձեզ, ինչ ուզում են, այնտեղ ուզում եք կամերա դրեք, ուզում եք մի դրեք, մեկը իրանք, ես ասեմ ավելին, քննիչներ կան, նստած շարիկ են գլորում, ասում ես շարիկ գլորում գործերը, ասում ապա շեֆը պիտի ասի, ինքը ասելա, մինչև չասեմ չշարժվես, սես բաներ կա։ Հիմա նայեք, ինչի համար են տենց անում, որովհետև գիտեն, որ մեկը գնալու է դատարան, այս մարդիկ տենց ինչ որ շատ այն ֆինանսական այն վիճակում չեն, որ ես ինչ մի հատ թույն փաստաբաններ բռնեմ բերեմ, բան, հա, ու դες մարսվելու է գնա, էլի, դատարաններ հոգանիչի բերացի դեմ չի ելնելու, չէ։ Մի խոսքով, այս այն ժողովրդավարության թեման է, նայեք, իսկ փաստաբանների պալատը, ինքը մոնոպոլիա է մեր հայկական իրականության մեջ, որ ասում եք մոնոպոլիա չկա, կա, փաստաբանների պալատը մոնոպոլիա է, եւ փաստաբանների պալատի փաստաբանները շատ դժկամությամբ են վերցնում այսպես մարդկանց գործերը։ Ոչ միայն դժկամությամբ են վերցնում, նաև հավուր պատշաճի չեն անում։ Քանի անգամ եղել են փաստաբանների պալատից հետո մեր մոտ եկած մարդիկ, լավ իմ ընկերները, իրավաբան ընկերները փորձել են մատ ուսումնասիրել խորհուրդ տան ինչ-որ ձև, դες բանից ելնելով, հա, օգնելու համար մենակ աջակցելու։ Բացել նայել են, արդեն ծիծաղելի է եղել։ Ու վստահ եղեք, եթե այդ գործով իրանց օրինակ Քոչարյանը դիմացներ, իրանք այդպես չէին անելու։ Դուք ո՞նց եք կարծում, ասենք, եթե այս կինը, այս նույն կինը մարտի 1 արած լիներ, այս նույն ձեզ այսօր տեսնելուց այս խնդիրներ ասելու, չէ։ Այսօր այդ փաստաբանների պալատը քանի որ ունի մրցակցություն, փաստաբաններն շատ դեպքերում չեն արտահայտվում ինչ որ պիտի արտահայտեն, որովհետև վախենում են լիցենզիայից զրկվել կամ իրենց դեմ ֆռստել ամբողջ համակարգը։ Մի խոսքով, փաստաբանների պալատը մնացել է, բան, ու դարձել է ժողովրդի գլխին պատուհաս։ Մի հատ լյուբոյ ընդդիմադիր ու ունեն իրանք ներքին կոնսենսուս։ Մի հատ լյուբոյ ընդդիմադիր ուզում է լինի ցած ամենաճկլասի եսիմով, պարտադիր չի քաղաքական մի դեմ կլինի։ Բայց եթե իրանց թևից, հա, Ռոբա Սերժական Նարեկ Կարապետյանական թևից է, այս նույնն է, էլի։ Եթե թևից է, ուրեմն մինչև վերջ մի քանի հոգով պախատելով վիզնով է։ Բայց այս մարդկանց չէ։ Քնչականներն էլ, ուզում եք ո՞նց անենք ձեզ ցույց տամ, թե կոնկրետ այդ կողմերի քնչականները ինչով են զբաղված։ Պատկերացնում եք Տիգրանաշենի դպրոցի տնօրեններ, եթե չեմ սխալվում, կամ տնօրենը կամ մի խոսքով կառավարողներից մեկը, կամ մանրամասները մոտս կա, եթե պետք լինի ցույց տամ։ Եթե հրավիրեք, ես կարող եմ այդ թղթերը ցույց տամ։ Երեխի հետ աշխարհի ամենավատ ձևով է շփվել, իր գործը քնչականում է, արդեն 5 տարի է։ Արդեն 5 տարի է։ Ու դες քնչվելու է, մեռնելու է։ Վեդի քնչականում է, մի զանգեք վեդի, ասեք այդ Տիգրանաշենի դպրոցի գործը մետելը բացեք տեսնենք ուր է։ Վեդի քնչականում է, քնած է։ Բայց իր տղեն այսօր փաստաբան այդ նույն փաստաբանների պալատից է։ Դուրս է եկել առավոտի ցիրիկուն տերտերակալներից բան անում, ֆրստում, պաշտպանում, բան սատարում, բան է խաղում, իրավունք ու չգիտեմ օրենք է խաղում։ Բայց մարդիկ էս ցիրկը տենալուց, ինչ են ասելու։ Եկեք միասին որ կողմնորոշենք, ինչ են ասելու։ Վստահելու են թե չեն վստահելու։ Չի կարելի։ Ու այդ խնդիրների վրա աշխատել չի կարելի։ Մեր դատաիրավական համակարգը, երբ որ ես կարող հիմա իրավաբանական առումով լավ չեմ մեկնաբանում, հա, բայց դատաիրավական համակարգ ասելով ես նկատի ունեմ նաև ուժային կառույցներին եւ նկատի ունեմ երևի թե բացի հակակոռուպցիոն կոմիտեից, լուրջ եմ ասում, այդ հակակոռուպցիոն կոմիտեի դեմ դեռ բան չունեմ։ Բայց այս իրավական բլոկի հետ կապված ցանկացած կառույց պարավալ վիճակ է։ Բա մարդը եթե ձեզ չասի ում ասի, պարոն Փաշինյան, ում ասի։ Այսինքն այսօր Հայաստանում քանի որ իշխանությունները չեն խառնում դատական գործերին, ինչը լավ է, այստեղ բան չասեցի, բայց թույլ են տալիս, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգը զավթած մնա եսիմումոս կողմից, բռնապետերի կողմից, ովքեր որ դրսից պատուհաս են դարել, ու հիմա էլ այդպես բաներով էլ, ասենք, ամբոստանում են ժողովրդին էլ ներվայնացնում են։ Դա նորմալ է։ Դա նորմալ է։ Մարդու այդ պաշտպանված լինելու, օրենքով պաշտպանված լինելու իրավունքը որտեղ մնաց։
Չէ, այն առաջին հատվածը նորմալ է, դաժե լավ է, որ չեք խառնվում դատական գործին, ես դա գնահատում եմ ամենաբարձրը, բայց այս իրավիճակում նորմալ է, երբ որ դուք չեք խառնվում, իրենք խառնված են, ոնց ուզեն, տենց անում են։ 1000 տարվա խարդախ մարդը մտնում ընդ ինչ ուզում կրում հելնում է։ Ինչ ուզում է։ Որն է պետք կրել, այդքան կանեն կրեն։ Մենակ դատական գործ ունի։ Ոչ թե որովհետև իրավական հիմք, այլ որովհետև այդ փաստաբանները քաղաքականացված են ու քաղաքականապես իրեն ժողովրդի դեմ են։ Ասենք սահմանադրությունը այսքան ձգելու զալա կար, տեղ կար, հավես կար, ինչի այսքան ձգվեց որ։ Սահմանադրությունը 21 ընտրություններից հետո արդեն պետք է նախաձեռնել ու փոխել։ Եթե սահմանադրական կաշկանդվածություններ կան։ Մի խոսքով, պետք է այդ մասով, մեր ռիչ ախպերը չգրես, Նիկոլը վերջը մի ամսից փախնելու է։ Okay, Ռիչ ջան, ես ուզում եմ հասկանամ դուք ես այդ մասով ոգևորված, ինչ որ քյար ունես այդտեղ, ինչ ունես, չեմ հասկանում, բայց դու տենց էլ չեկար, հա, ոնց որ եթե որ ես քեզ ցույց տամ։ Նիկոլ քեզ մնաց մի ամիր, լավ, ոչ, մեծ մարդիկ Նիկոլա ծավ են ընկած։ Ես ասեմ մի խոսքով, որ այս տիկնոջ վրթովմունքը այն աստիճան լեգիտիմ է, որ ինքը ներկայացնում է այսօրվա դրությամբ հասարակության միջին խավի ներկայացուցիչների մեծամասնությանը, շունչը կտրվելով։ Այո, շունչը կտրվելով։ Հիմա գանք այդ Բոստանաբանջարային, ոնց են ասում, Բաստարաբոնջարային, այդ երևույթներին։ Որ չեմ դուրս արի բան։ Գիտեք ոնց։ Չի կարա մարդը քաղաքական պատկերացումներից ելնելով ծառայություն չիրականացնի։ Չի կարա։ Դա չի կարա տեղի ունենա։ Բայց մյուս կողմից թափովի մեջ այսպես մա տապուշի վաստակ, ուրա այս գադեն։ Սկսած են բան տարածել։ Եթե չեմ խառնում Հոլանդում ապրում։ Այսինքն սկսավ տարածել իբր այդտեղին։ Այս վիդեոն տեսակ շատեր հետ ու իմացան որ մեր փողոցի տղա է։ Նայեք ինչքան ստացել լայքեր բաներ։ Ինչ կադրեր տվել մեր փողոցը, այ մարտարվաշ։ Կրուպսկայա փողոցի տղա է։ Ու իր խանութն է առաջվա Կրուպսկայա, հիմիկվա Սամվել Հակոբյան փողոցն է։ Նոր իմացա որ նեղում են արդեն այստեղ ու արդեն եկել են խանութ ուզում են փակեն եւ այլ։ Խնդրում եմ տարածեք ու եթե մարդիկ կան որ փաստաբաններ ինքան փաստաբաներ կամ ընկերներ ունեն, գնացեք այստեղ ու ինչ որ մի ձևի օգնեք, խեմ ասում գնացեք, ես կգնայի, պրոստը ես թե չեմ։ Բա դու ես հեսաբը, հետո ուտենամ իր ցավը տանեմ իսկականից, որովհետեւ ինքը կարքին ճիշտ տղա է, այսօր ուղարկեց այս վիդեոն իրանն է ասում, ասում է սաղոր այսօր սպասում է որ մեկը ասես մի բան անի այսօր, այս տղեն արեց, այնը մեր արտաշատում ապրի ինքը ցավը տա, բայց իրան պետքա ձեր արտաշատում, որտեղ է նեղ պահելին, ինքը իր սրտով է արելա, պետքա մարդի գնան իրան սատանել, ինչ-որ բանով օգնել։ Էլի մասում խնդրում եմ համ տարածեք, համ էլ ինչ-որ մի բանով որ կարա գնացեք օգնեք, եթե պետքա իմանակովա ես կարամ գտել եմ արդեն ով։ Okay, ինչով օգնեն։ Բայց հեշտ է, որտեվ հիմա արդեն Սավարտաշատը գիտի իրան, ու էլ եմ ասում այդ թուրքերը, ուրիշ բառ չեմ կարող ասել, հիմա արտաշատում էլ է թուրքերը ընկած են այստեղով հետևից, այս շակալները որ ունեն, զզվելիս, այս կեղտոտ։ Լախի չես գալի փրկեսապը։ Թուրքերը արտաշատում, մի րոպե։ Թուրքերը արտաշատում, քո արտաշատում, ընկել են մարդկանց հետևից, դու ուր ես ապեր, արի փրկի հələ, արի լա։ Այդ դրանք ընկել են այստեղով հետևից, ինքը չի կարող է Հոլանդում ինտերվյու քրքրենք բարձավի թուրքի տակ ես հանձնված, արա։ Շարունակենք հələ, շարունակենք։ Հոլանդը Գերմանիա։ Չի ուզում, ինչ որ մեկը մտնի, ինչ որ մի հատ մեկի վրից հոտ է եկել, չի ուզում, որ ինքը մտնի իր խանութը, ինչ, խեն գնաց, արա կրվից շակալներ, ուզում այստեղում նեղեք։ Լավ, արի ինքը իր խանութը չի ուզում, որ դու մտնես, դու ով ես որ մտնես իր խանութը։ Լավ, վերջը ջոգեցեք։ Ես ինո ագենտին միացած բան ասեմ, լսի, դու փուչուր մարդ ես, բայց այնուամենայնիվ պիտի անդրադառնամ, որովհետև fake լուր է տարածում, թե իրանի իր խանութը փակվել է։ Դες բան գոյություն չունի, ոչ որ իրան նեղացնող կա։ Այդ կարար մկի վախ տենց են, երևի հենց մկի դարձից էլ փախել ես դու, կոնկրետ դու։ Ու եթե մարդը սրտացավ, շիրաշի տալի մյուսներին քցի, ինքը գնում, ինքը անում է, հասկացար արա, այ ֆունցիկ։ Մուտիլովկեք մի տարածեք, այ հեսա։ Ուրեմն, հեսա այսօրվա վիդեոյա, բիզնես է անում։ Հեսա, այսօրվա վիդեոյա սա։ Հասկանում ես արա, ապուշ։ Կելնես ու ներողություն կխնդրես քո վիդեոյով մարդկանց խապելու համար։ Ընդ որում, ես մի ասեմ, օրենքի խախտումով է անում, որովհետև մայթի վրա է շարել։ Հիմի որ քաղաքապետանից գնան, այ ոնց որ հենց կակրած ԿՊ-ի սատարողներին են շատ դեպքերում բանան։ Գնան ու այդ ապրանքը բան անեն, ուտիլիզացնեն, պիտի դառնա սարկած մոմենտեր, բա օրենքը իր մասին չի։ Ինքը վերի արտիցորենն է, թե այս երկիրը պիտի դառնա այսպես եսի ինչ։ Ով որտեղ ոնց ուզի, ինչ ուզի։ Էսի այսօրվա վիդեոյա։ Որը որ Արմեն Խաչատրյանն է հրապարակել, այսօր ցերեկն է հրապարակել։ Հենց դրա համար որ դու մուտիտ ես արել։ Հասկանում ես արա։
Բայց այնուամենայնիվ քակա կերել մեկը, թե կարա ինչ որ մեկին քաղաքական հայացքների համար չսպասարկի։ Այդ թվում նաև եթե որը դու ասում ես ես էլ էլ այդպես կանեի, ուրեմն դու էլ դու էլ քակ կուտեիր ապեր, ցած կես ասեմ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում դա բիզնես է, հանրային սպասարկման կետ է, ու դու չես կարող քաղաքական 2021 թվականներին նա ծաղիկ ռուբոկ կար, ինքը նա դեմից այդպես հայտարարություն ուզեցավ անի, թե բանա, դրանցից ով կա իմ օբյեկտ բան, ոչ մեկի մի խոսքով փայգա դեմները բան, մի հատ եթերատեղերից արեցինք, հասկացավ ինչը ինչոց է։ Դրա հաջորդ օրը ես իր օբյեկտում նստել երկու բակալ պիվա եմ խմել։ Ու որևիցե մեկը չի համարձակվել ինձ ընդերից անի։ Ոչ թե որովհետև դուխները չեն ելքում, դուխները կարող շատ բանի ելիքի չգիտեմ։ Բայց իրանք հասկացել են, որ տուֆտել են։ Հասկանում եք, ու եթե իրանք այն ժամանակով լինելով, եղած լինելով, քաղաքականության մեջ իրավունք մի քիչ շատ իմանալով, իրենք ջոգել են, որ տուֆտել են, դու ով ես որ չջոգես։ Դու նա ձեռս կընկնես կջոգես, ոնց է լինում, հասկանում ես։ Կարող է հանգած պայտակ մենք էլ որոշենք, դե ով քոչա սերժականախառը այդ երևույթներից է, ոչ էս երկրում պետք է օդ չշնչի լավիկ։ Որոշենք թե չարա։ Դուք հասկանում եք, այս բաներով ինչի կարաք դրթեք։ Բայց մենք սկսենք խտրականություն դնել արա։ Որ սկսենք բավարար խտրականություն, դուք հասկանում եք ինչա դուրս գալու։ Տակները բան չի մնա արա։ 18 թվի հեղափոխությունից հետո մեծ հաշվով դրա համար սաղդ քակել եք տակները, որովհետև գիտեք, որ հեսա խտրականություն կդրվի։ Բայց չդրվեց։ Դին խարխ չեն։ Դի այս ամեն ճարմա որպեսի երկիրը լավը դառնա, թող դառնա, բոլորովս թող անենք։ 21-ին ընտրություններից հետո էլի ժողովուրդը սպասում էր, որ այդպես մի բան կանեն։ Էլի չդրվեց խտրականություն։ Արես կես ասեմ սենց հունիսի 7-ին շանս չունեք, բաբշե շանս չունեք, ձև չունեք, այսինքն շանսի մասին մտածելն է դաժե աբսուրդ, հարցը դա չի։ Օրինակ իմ խնդիրը ուրիշ տեղ է հիմա որպես քաղաքացի։ Հասկանում ես։ Ուրիշ տեղ է։ Նենց անել որ ընդդիմություն չլինեք դուք։ Ոչ թե իշխանություն չլինեք, արա, որ ընդդիմություն չլինեք այ ապուշներ։ Իմ խնդիրը որպես քաղաքացի տեղ է։ Որովհետև այս 5 տարին եթե Հայաստանը կարար հիմա 5 լոն կարածը լիներ, մի լոն կարել կամ 2 լոն կարել, որովհետև ձեպս ընդդիմություն է եղել, որ Արցախի դրոշները հպարտապարտ տնկել, հետևից թռել կարա։ Որ մինչև իմի 5 տարվա մեջ ամեն մեկը 100-150 բացակայություն ունի արա։ Աշխատանքի գնալու։ Վերոն այդ Եվրոպայում կարծրես պատգամավորը, որը որ մի 100 բացակա ունի, ինչ է ստացվում։ Եվրոպատի կթքեն վրա, թե թուկա ափսոս կլինի որ թքեն վրա։ Ինչ բան եք եղել, ներվեր, արա այս մի հոգի չկա սենց արի, բայց չկար արա։ Բայց չկար, բայց այդ մի հոգին հազիվ կար արա, դե հաշվարկը տարա, որ դե եք դուք արա։ Որ հասաղ արտաշատում մի հոգի տես մի հատ բան արեց, չնայած իրավունք չուներ։ Այ այդտեղ, չէ, ժողովրդավարությունը այնտեղ կայանում, որ իրան ձեռովը չարին քծեն պոլկեկի վրա մանդարինի տեղ ծախեն էտա։ Հարցը դա չի։ Անկամ նրան դատիեր չեն փորձի տան։ Կաշկանդվածություն կա երևի քաղաքական, չգիտեմ ամեն դեպքում։ Հասկանում ես։ Որովհետև քաղաքացիական կենտրոն իշխանությունն է, այս իշխանությունը։ Բայց դա իրավունք չունի դրա։ Եթե ես ունենամ վաճառակետ, Ռոբերտ Քոչարյանը գա ինձանից կես կիլո բանան առնելու, ես կարող եմ արհամարական, կարող եմ երեսից լաժը չնայելով, բայց պետք է սպասարկեմ։ Ես իրավունք չունեմ չսպասարկեմ։ Ապուշ։ Ու դուք գովում եք սա, եթե սա գովում եք, ուրեմն պիտի պատրաստ լինեք հակառակ մոտեցմանը նույնպես, ձեր հանդեպ նմանատիպ մոտեցմանը նույնպես, պատրաստ եք թե չէ, որովհետև ձեզնից շատերը պայտակ մտնում են բան են գրում։ Բան են գրում, որը ջղայն ասում է ես էլ ես մեր եմ քրվում, տեղում ու շատ արագ։ Մեկ էլ ներվում են, ասում են քեզ մեր քրվում, մենք քեզ չենք քրվում, բա մնացել եմ բա պետք է քրվեմ, բայց ի՞նչ անեմ։ Բա մտել ես բերան նես մուտիլովկա ես մի հատ անում ու նենց եք հանրայնորեն տարածել արա, բայց ես էլ իմ երեխեքի հերն եմ։ Այդտեղից նայեմ, ասում եմ, «Պապ, դու ես դոմպում մորը, թե ես մտնեմ դոմպեմ»։ Բայց իմի քո համար տարբերություն կա, ես ասացի թե այդտեղ ես։ Մի մուտիլովկա արեք, այդ տիպի մուտիլովկա։ Հասկանում եմ քաղաքական կռուտիկները որտեղ է, բայց երբ որ մարդուն պախարակում եք, դա բջջի տղություն է։ Բա ի՞նչ պետք է արվի այդ ժամանակ։ Եթե մարդը բջջի տղա է, ինչ պետք է ասես։ Մարդուն պախարակելը ու սուտ տեղեկություն տարածելը, մուտիլովկա անելը մարդու վրա։ Բջջի տղություն է, դա ես սենց եմ ասում, էլ ավելի վատ կփուրներ է ասում։ Հա։ Ինչ է համաձայն չեք որ։ Հա, բավական մեկ էլ տան, ասում են, իմ հերնում մերը մահացած են դու իրանց կրվեցի, բա բերանդ բացելուց առաջ հիշեր հերդ մերդ մահացած են արա։ Թե բերանից բացեցի լավ է հիշար։ Բացեն լավ է որ բերանից բացեցի հիշար որ հերդ մերդ բայց որ մի բան եք ասում դու չեք սպասում հակադասման։ Ես 1000 անգամ ասել եմ, ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ պաշտոնյա եմ, ոչ էլ հավես ունեմ այդ ամեն ինչի։ Ոնց խոսեք, այդպես խոս 10 անգամ ավել կխոսամ արա։ Դա գնացեք դասավորվեք, ձևավորվեք, տեղավորվեք։ Չէ, կարում եք նորմալ խոսալ։ Ես նաև adekvat կարամ հակառակ հազար տեսակ կարծիքներ լսեմ, մտեմ անգամ քննադատական կարծիք կարամ լսեմ, կարամ բանավեճերի մեջ մտեմ։ Բայց կնայեք այդ մուտիլովկա եկեք այդտեղ ձեր հերերի մերերի մոտ կանեք մարդկանց օրով։ Հասկացաք թե չհասկացաք։ Քրֆելը սխալ է, վատ բան է, իհարկե սխալ է, հարց չկա։
Ես համաձայն եմ։ Դեպս հասնում է քրֆուրին, ասում է ինձ քրֆի։ Մարդը ցանկություն այդում քրֆի, ուզում է ինչ անեմ։ Վատ ես կուզեմ առհասարակ պոեզիայով իրար հետ շփվենք։ Քարյակներով սիրում, բան, չգիտեմ։ Իրանք արիթից օգտվում են, որ ես տենց ինչքան էլ կոպիտ խոսամ, ինչքան էլ կեղտոտ բառեր ասեմ, այն կեղտոտ քրֆուրներից չեմ օգտագործի։ Դեռ դες բան են անում։ Իշխանապետը պրոպագանդա, չգիտեմ, քարոզչություն, իշխանական քարոզչամեքենաբան։ Ու այն մարդկանց ովքեր որ այս ամեն ինչի զոն են, արա այնքան բան կա։ Այդ պիտի կես գնանք պաստորեն, ուրեմն պիտի վաղը գնանք։ Որտեղ այս ապուշները էս ուժեղ էսով է, այս գադեն։ Այս Ալիկա Ալեքսանյանը, մի որ ասես կասեն արա։ Լսրան խոսալ են այ։ Ժողովուրդ ջան, ինչ է կարծում, որ Ալեն Սիմոնյանի շեֆը համարձակվին աշխարհում որևիցե երկրում ռադիոթուն գրավեին։ Ալեն Սիմոնյանից ինչ տար կմնար։ Բի ահա, իր շեֆից էլ չասեմ ինչ կմնար։ Ես հասկանում եմ Ալեն, վախեցել եք, ախրինգելա ջաներդ հասկացել եք, որ պարտվում եք, բայց ոչինչ։ Այո, Հայաստանը լինելու է ուժեղ, այո, Հայաստանում ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան։ Ու Հայաստանի ղեկավարները իրենց քաղաքացիների հետ շփվելու են շատ հարգանքով, ոչ թե Ալենների նման։ Բա, ինչ ասես այս երևույթին, 8 տարի անց պարզել է, որ հեղափոխության ժամանակ ռադիոտուն են մտել ժողովուրդը։ Բաբր դրանից առաջ պարզացել որ սաղ մեդիատիրույթը իր շեֆի հոր ու գործընկերների սեփականությունն է։ Բաբր այդ պարզացել էր Ալիկո։ Բաբր այդ պարզացել էր։ Բախի ռադիոտուն մտել, խի ռադիոտուն արա։ Որովհետև Հայաստանի Հանրապետության որևիցե ռադիո կամ հեռուստատեսություն այնց իրան պահում է տեղափոխություն օրերին կարծես ոչ մի բան տեղի չի ունենում։ Այդտենց էլ Ղարաբաղի վախտն իրաց պահել։ Ղարաբաղը տալու վախտ մի հատ լրագրող չեն բան խոսա։ Բերնի ասի, արա այսպես բան են բանակցում, ժողովուրդ եկեք տալիս են արա։ Հասկացար թե չէ։ Ուլիպես ենթարկվել են խելոք, հավես, բան, տեղավորված ապրել եք արա։ Հասկանում ես։ Հիմնելս ինչ կմնա։ Նայած, ասեմ քեզ, իսկ դու մտածել ես, եթե բռնապետությունը շարունակվեր, քո շեֆի հոր, օրողբոր եւ նրանց շեֆ Սերժ Սարգսյանից ինչ կմնար։ Հանկարծ մի ամիտ կարող է Վենեսուելայի ընկյադի օրը ընկնեին արա։ Որովհետեւ բռնապետերի վերջը մշտապես է լինում։ Պալյուբոմը։ Բա մտածել եք թե աշխարհում, որ աշխարհում արա Կալուգայում։ Իհարկե Կալուգայում առհասարակ Ռուսաստանում որից հետո թող փորձեն 10 օկերն միտինգ անեն։ Նա թող փորձեն։ Դա լավ է վատա, նոր եք Հայաստանը ձեր համար հայտնաբերել արա։ Նոր։ Հենց գնացել ես Վանաձոր, կապնել է։ Այ մարսպետ, ալո, այդ վիդեոն կարամ գտնել կային։ Մարսպետը ինքը իր ռեկլամ անելով ֆռում ասում, ինչ era խոսում։ Ֆռում է։ Թող գա, ստեղ ես ինչը մաքրի ճամփեկը բաման, այդ բանը էլ ձուն է գալիս ախր։ Բայց մեզ է գիտես։ Այս ոնց որ։ Հələ այս վիճակին նայեք, եկեք նորի Վանաձորում անեն գալիս։ Մենակ թողեն այն մարսպետը առավոտից երեկո շոուներ անի, մաքրում են, եսի ինչ են կանում, ոչ մի բան էլ չեք անում, դուք ոչ մի գործ անելու ոչ ձև գիտեք, ոչ շնորհք գիտեք։ Էս ինչ շնորհք է, մարդիկ հələ նայեք, միջև, չգիտեմ, ծնկները միջև ստեղեկը սա ցեխի մեջ կորած են։ Դուք չեք աշխատում, դուք սկի շոու էլ չեք կարող անել, փորձում եք, չգիտեմ, առավոտից երեկոն ինչ անեք, դուք ձեր տեղը չեք գտել հələ։ 3 ամսից կգտնեք։ Ես ձեզ կօգնեմ։ Ալիկ ջան, դու ոչ մեկին չես կարող ոչ մի բանով օգնել, մեկ էլ քեզ օգնի։ Բայց sense քեզ ասեմ, ճանապարհները մաքրելու process-ը մարսպետի հետ կապ չունի։ Դուք հայտ եք ներկայացրեք քաղաքական, բայց դաժե ժեկի պետք չեք կարող լինեք, արա։ Քաղաքի մակրոցարից ինչ կապ ունի, արա մարսպետը իսկ մի հատ բան ցույց տուրել, դենա ոնց կապ ունի։ Դա պիտի անի համայնքապետարանը, իսկ համայնքապետարանը արի միասին ջոգինգ չի անում, արա։ Էդո պիտի անի որ չի անում։ Ուր են այդ ավականիները բան, որ են ճողում բանի ժամանակ, թիմ ընտրությունների ժամանակ։ Ուր են։ Քանի տարի գվոսները չի հելել։ Ասեմ քեզ sense, Ալիկ։ Այդ համայնքապետարանը որտեղ որ ձեր աղբերությունն են ավականիները, այս ձեր Քոչարյանը Սերժը խռը բաները մաները այն անգամ հակից մարդ ունեք հասկանում ես դու այս ռան կապը այս մի 4 տարի քանի հսկայական միլիարդներ օդի մեջ կախված է որ պիտի ընդամենը մի հատ ժողով անեն հաստատեն որպես այդ փողը մտնի համայնքը կարգի հրավիրվի արա սկետ չեն անում դուքը չի երիկ էլ ասես որտեղ է համայնքապետը կամ համայնքի աշխատողները հավականիները դու բախի դուքը չի երիկ է որ ընդ ծանոթ ակաժներ կար տակը մտած արա հա Գիտես ո՞նց այլը մկրտչան ինչ անում ինչ չէ հեսա կորոշ այ գնացել են բանը ինչ են անում սատարում են բա դեռ ձեր վրա գլխին նայենք այ չուբլե բասներ վրակներից այդ կայծումը որ հանենք այդ հակաս կայծումը որ անենք դա բան չի մնում այդտեղից արանքից Սամվել Կարապետյանը մի 5-10% բանը ատկատը փողի FSB-ին պատկանող 3 միլիարդի 5-10%-ը որ անենք դուք ոչ մեկը չկա գոյություն չունեք արա հասկանում եք մինչև այսօր քաղաքական որևիցե խոսակցություն ձեզից չենք լսել մինչև այսօր ինչից էլ խոսեք խնդալու եք դառնալու Խնդալու եք դառնալու, որովհետև դուք դրա մասնիկն եք, դրա բացասականի մասնիկն եք։ Այնօր աշխովս անկավ սրանք որոշել են խոսան բանակից ու Արցախից։ Պատկերացնում եք ձևիցները խոսում են Արցախից ու խոսում են բանակից։
Դուք ո՞նց կարաք Արցախից խոսալ, եթե 44 օրյա պատերազմի ժամանակ ձեզ շլանք բաբոյի տեղ դրած կանգնել ասում եք կոչ ենք անում, որպեսզի կողմերը նստեն բանակցության սեղանին։ Հասկանում եք, այս եք դուք արա եղել ու կաք մեծ հաշվով։ Ես ավելի խորհրդեր չեմ իջնում, չեմ մտնում։ Մեր բանակը ասում է պետքա բան արվի։ Բարելավվի, ժամանակակից դարձվի, տո լավ է, դուք բանակի տեղ եք իմացել որ խոսում եք արա։ Դուք կամ հիմա բանակի տեղը գիտեք որ խոսում եք արա։ Դուք կարաք ինչի հետ համեմատեք առհասարակ կուրսի եք մի բանից որ խոսում եք արա։ Ով ինչ էս 3 օրվա մեջ ով ինչ ուզե խոսել է։ Վարչապետը պերաշկեր է դու լավ էր անում։ Իմիջիայլոց ասել։ Ուրեմն այն ժամանակ ամենալավ պերաշկին անունը հելած էր ցիրկի մոտի պերաշկին։ Հասկանում եք նորմալ մարդիկ բոլորն էլ ցիրկի մոտի պերաշկուս կերել են։ Այն ցիրկի մոտից որը քանդել եք 15 տարի չեք սարքում։ Միած սերունդ մեծացավ գնաց բանակ ծառայեց հետ եկավ տենց էլ չիմացավ ցիրկը ինչ բան է։ Բայց գիտեր որ եղել է Երևանում ու կարա լինի հələ։ Հասկանում եք արա դա այդ եք մսխել դուք։ Երեխեքի մանկություն եք մսխել դուք ո՞նց կարաք բան խոսակ արա։ Բավանաձորում խիչը գնացիր միած սրանք նայեր։ Այս ամեն լավ ընկերը լավ էլ հակադարձել է մի հատ կարճ վիդեո հոլովակով քեզ ալիք։ Էսի հələ ինքը։ Բայց դու պատկերացու եթե սկսենք маրանալ արա։ Խնդրեմ։ Այս լորը Գնացել երկու հատ լապատկա է խփում նկարվելու համար ժողովուրդը շատ հնդալու է էլի կներեք։ Ուրեմն երկու հատ լապատկա է խփում յալի ձունից մակրում է։ Մակրի լավ բան է սարում իջը, բայց գործող էլի։ Ուրեմն նայ։ Մենք սարս գիտենք որ դուք չեք բաշարում սարքեք։ Ստեփանովանի TV-ը դատել դպրոցն։ Սելերլավանի դպրոցն։ Անազորտի 15 դպրոցն։ Երբանի մակապարտեզն։ Արչապովի բնա։ Ստեփանովանի TV-ը դպրոցն։ Անազորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն։ Ալավերդո 12 դպրոցի մարզադահլիճն։ Ստեփանովանի TV-ը դպրոցն։ Անազորի գեղարվեստի դպրոցն։ Ներնասպնակավալի դպրոցն։ Սասպիտակի TV-ը դպրոցն։ Ասում չեք բաշարում սարքեք։ Այս լորու մարզի կատարած աշխատանքների մի մասն էր։ Ջան։ Էբի այդ որ գնացել եք լորի գնացեք այդ դպրոց մանկապարտեզներով որ նոր մարզպետին բան ասեք կամ իշխանության էլի։ Թե քանի որ ձեզ համար սրբիչի գործարանի գոյությունը ավելի կարևոր է քան 4 միլիարդ ներդրումը դոլարով կամ բանի այդ դպրոցների կառուցումը դպրոցների մանկապարտեզի դրա համար չեք նկատել արա ֆիլիական քերող։ Հա։ Ես ասում եմ իմ խնդիրը ձեզ նմաններին ազգային ժողով չթողելն է։ Այդ է իմ խնդիրը։ Ու ես 5 տարի ես այդ խնդրի հետևից եմ գնում։ Չգիտեմ ինչքանով կստացվի։ Ու դուք եք գիտեք էդի։ Այդ դրա համար մենակ դուք չեք մտնում քաղաքական բանավեճի դաշտ կամ քաղաքացիական անգամ բանավեճի դաշտ։ Դուք չեք էլ կարող մտնեք, այդքան դուխ պետք է ունենաք։ Բայց այնուամենայնիվ դուք զբաղված եք մարդկանց պախարակելով անուն կպցնելով։ Միայն պախարակելով։ Մի հատ կադրա, որտեղ բրոձի լապատկա է խփում մի հատ Փիլյակյանին, էլի։ Բան չեք արել։ Մի հատ էլ կադրա, մի հատ էսի որ փողոցով քայլում են։ Ո՞նց հասակ կինովական օֆշի։ Մենք ասեք հիմա լորու մարզ ո՞նց հասակ։ Նորմալ էր ճամփեկը սաղակուրատներ, ամեն ինչ արած է։ Իրիկունը լույսեր, լուսավորություն, հո իրար չեք կորցրել ապեր։ Հա, այդ ամեն ինչը պիտի լիներ ձեր Նարեկ Կարապետյանի հոր վախտվանից, հասկանում եք դուք։ Այդ վախտ պիտի լիներ հələ։ Բայց գիտես որտեղ է այդ փողերը։ Ուզում ես երբ կարդանք։ Ինչի՞ց եք կապատել, որ վարչապետը հելել էր մի հատ թեթև պրագուլկա անելու, դե որտեղից սա այգիների պուրակների հողերն էի կարա սեփականաշնորհել։ Դու գիտես ինչ, ձեր ասած է ձևիստական կառույցը ոչ մի պատասխանատվություն չի կրում հանրապետականների կամ դաշնակների արած դրացից, կարում է ոչ չի կրում, բա ուր եք խոսայեք այն ժամանակ։ Բա հելնեք, պետք է դիմանայեք, բանանեք։ Մեջերն էլ աշխատում եք, տեղավորված ապրում եք։ Հսկայական գործարանի տարածքը վերցեք, մոլ դարձրեցիք։ Ինչքան է այնտեղ տեղի փողը կստացվի, որ գնամ մի դախելիկ ուզենամ դնեմ կստացվի, թե չի ստացվի ապեր։ Եկա կահույքի գործարան, ով է ձեզ խանգարել, որ կահույք շարտադրեք այդտեղ, այլ մոլ բացեք ապեր։ Հեշտ փող կերելու մոմենտ է։ Հորսարև, այնքան բան կա, բայց դե եկեք սրանով եզրափակենք ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, ես ասում եմ, սրանց բախտը բերեց այս անգամ, որովհետև ամեն թեման մի հատ առանձին եթեր էր։ Ամեն թեման լուրջ եմ ասում, այնքան ապուշություն են դուրս տվել, այնքան ապուշություն, որ ամեն թեման մի հատ առանձին եթեր էր։ Բայց այսքանով եզրափակենք, ոչինչ, վաղելի եթեր կանենք, քիչ-քիչով կգնանք, սրանց չենք տորից։ Ապուշ խոսում են։ Ինչ ուզում խոսում են։ Գժի դերը։ Գիտեմ բանը, Հայաստանում մարդ չկա, ոչ այսօր զանգել են հայ, հարցումների պահով 2 բառ ասա։ Հարցում եք իրականացնում ասում։ Ուրեմն նախադասությունները մեծ են ձևակերպում, որ դու ոնց ուզում ես պատասխանի, այդտեղ իրենք մի բան կարան քերեն վաղամիսօր ցույց տան իրաց 85 միլիոն սատարողներին, որ տեսեք մենք բան 36 միլիոն հոգի մենակ մեզ ձենա տալու, բա։ Ուրեմն այդ պատվիրելուց գորե նենց արեք, որ քաղաքական պատվերը շատ չզռա։ Ուրեմն ասում եմ քուրի ջան, ասում եմ,
Այսօր հարցնում ես որ կուսակցությանը ձայն կտայք։ Օրինակ էլի քշական օրա Շիրինյանի կուսակցությանը անոնք քիչ էստան իրանք չեն մասնակցում ընտրություններին։ Ասում մասնակցում են, ուղղակի ես ընդ գրել եմ եւ կամ այլ։ Ասում չէ, ազի ջան, այդ ոնց դարձավ։ Շիրինյանի նման քաղաքական գործիչը դարձավ այլ, Նարեկ Կարապետյանը, որ միջև այսօր չի կարողանում Խոստովանի, որ ինքը իրաց վարչապետի տեխնացուն ասում, չէ, ախտեր, ես չեմ, առաջի համարն եմ, բայց ես չեմ ախտեր։ Էսի դարձավ քաղաքական գործիչը Արմանը Թաթոյանը, որ իրավունքի մաման լացացեց եկա կուսակցություն բացեց 2 ժամվա մեջ։ Դառավ քաղաքական գործիչ Շիրինյանի կուսակցությունը այլ, սրանք անգամ Մարուսյանի անուն է տալիս աղջիկ ջան, բան չսա։ Բայց մենք ես գիտեմ որ երեխեք են կանչված են որ զանգեն այդ բաները ասեն գնան իրանք այդ շատ չեն խորան։ Ամեն դեպքում խնդալու է, հենց արձանագրենք թող լինի, էլի մարդս պետք է գա հետո վաղը մյուսը։ Երեք Ղարաբաղցի Նիկոլին լարեց հանդես։ Տղեկ։ Ես դեմ եմ այդ խոսույթին։ Իմ համար Ղարաբաղցի կլանի ներկայացուցիչներն են, արցախցիները չեն, սկսենք այստեղից։ Ու չի կարել, այս է վտանգավոր խոսույթը։ Այդ որ խոսում եք, դուք հետևանքը չեք, ասենք, երբ որ մի բան ասում եք, ո՞նց եք կարծում, դիմացինը ո՞նց է լսում։ Հիմի լավ արես, լավ չարես, կարել, հələ էդի թողնենք։ Ասենք դու լավ ես արել, որ գրել ես Ղարաբաղցին Նիկոլին լար։ Դու լավ ես արել, դու քո լավ անելությունը խոսա։ Ասենք, արա քո համարով չէ, դու չես կարող ասես իմ համար, դու էգոիստ չես արել, դու առանձին մարդ ես, այդի գնա քարանձավում ապրի։ Դու ո՞նց կարաս ասես իմ համար։ Դու դրել ես մարդ, ասենք ես քննադատել եմ իրան, հարցը էդի չի, բայց ամեն ինչ իր չափ ու ձև ունի, իր ճիշտ ունի։ Դու քես մի շեշտում իր օրինակ, եթե Ղարաբաղցիա, Ղարաբաղցինն էլ էլ Ղարաբաղցիո։ Ղարաբաղցին Քոչարյանի կալանն է, Արցախցին Ղարաբաղցին չի։ Այդ ես քեզ ասեմ իմացի։ Դու հիմա մտել ես ասես Քոչարյանի կալանի ներկայացուցիչ էր որ արեց, ասենք աղա Ղարաբաղցի տղա է։ Ու վատ բան արեց։ Ո՞նց կարաս ասես, ասма Ղարաբաղցի թուրք են, դա հաջող քեզ ապը։ Թուրքը դու ես ընկել, դու հենց մի թուրք ես ապը։ Դու թուրք ես։ Դու հայերեն տարերով գրող թուրք ես ապը։ Դու թուրք ես ապը։ Դու Ղարաբաղցիկին թուրք ես համարում արա։ Դու Ղարաբաղցիկին թուրք ես համարում, արցախցիներին թուրք ես համարում արա։ Դու թուրք ես ասում արա արցախցիներին, հələ ասան դեն համարա։ Ես այսքան մանրամասն ուզում եմ ախպեր չասած այդ ֆուլցն արա։ Այդ բջի թուլ արա։ Ախպեր չասես ինձ արա։ Դու ո՞նց կարաս ինձ ախպերն ասես։ Դու բջի թուլ ես, դու ո՞նց կարաս արցախցիներին թուրք համարես արա։ Դու թուրք ես արա։ Դու տանեցիկովդ հանդես, հորովդ, մորովդ, ցեղովդ, ազգուտակովդ թուրք ես արա դու։ Դու ո՞նց կարաս արցախցիներին ասես թուրք արա։ Բջի տղա, հələ մի բան հա ախպեր։ Ինձ ես ասում ախպեր արա։ Դու շները քեզի ախպեր, թուրքերը քեզի ախպեր արա։ Օլլուխները քեզի ախպեր, այդ ֆունցիկ։ Դավե ռադե կարաս, դու ցած հետո ես եթե չմտես։ Բջի ծանուն դարա։ Սով են արա, հա ախպեր ասում է, յանի։ Հասկացանք արա, Ղարաբաղցի կալան ես ասում եմ ու գիտեք, Ղարաբաղցի ես ում եմ ասում, ու քանի հազար անգամ եմ ասել, որ ոչ մի արցախցի Ղարաբաղցի հետ կապ չունի, ու օրինակ եմ բերել, ասել եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը դառնա կալան իմ պատկերացումով, իրան էլ ասել եմ Իջևանցի կալան, բայց դա չի նշանակում, որ Իջևանցիներին եմ կպնում։ Բայց արցախցուն դու ո՞նց կարաս արա սս բաներ գրես արա։ Այդ հիմար ես դու արա։ Դու որտեղ ես բուսնեք, ես որտեղ են աճծրել արա։ Ես կարամ այդ տղին քննադատեմ, բայց իմ քննադատության մեջ ուղիղ վիրավորանք չկա։ Կարամ անկախ նրանից ինքը որտեղացի ես, քիչ խորացե ինքը որտեղացի արա։ Ո՞նց չկան Երևան, որտեղ չկան, Ղազարյան ջան, որտեղ չկան։ Ամեն այդ նույն օրինակ, որ ասում ենք Ղարաբաղցի կլան, դու գիտես ինչ արցախցիներ են մեջը, ուր անդեղ Ղարաբաղ, մի 10 հոգի կարող են, մնացածը սա Երևանից, Արարատից, Սյունիքի մարզից, ամեն տեղից էլ կան, դա կլանն է, ապե կլանա ինքը։ Կաստայա, խուժան կաստայա։ Գողցողների, թալնողների, տանողների կաստայա, մաֆիոզների։ Որտեղ կապ չունի, պրոստը դա Ղարաբաղցի կլանն է, բայց դա արցախցու հետ ի՞նչ կապ ունի, դու քեզ ո՞նց ես այն մարդը, վատ ես արա։ Այս է սրանց խելքը։ Ես կարամ այդ տղին քննադատեմ ու հա սխալ բան արեմ, բայց պիտի քննադատեմ, բայց ինչ պիտի անեմ։ Բայց ինչ նշանակում ես բնորոշում տալը արա։ Հիվանդ եք արա, լեզուներից չեք կարում, տերկային եք արա։ Ուղեղով եք մտածում, խոսում, դե ապուշ խոսում եք, հետո մեկը պետք է կացոտա կամակներից նոր սկսեք ուղեղները խոդի տալ արա։ Կներեք ժողովուրդ ջան, մոտավորապես սենց
Մի խոսքով դեռ կհանդիպենք խոսելու շատ բան կա, որովհետև արդեն գնալով սկսում է խեժանալու, հաստատ մենակ հաղորդումը քիչ է լինելու։ Հա, չնայած հնարավոր է կարճ եթերներ էլ բան անենք, հələ պիտի զուգահեռ ուրիշ բաներ էլ արվի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եկեք ես առաջարկում եմ գրանցվեք edging content-ը եթե ձեզ հետաքրքրում է, այստեղ քաղաքացիներով քննարկում ենք տրամաբանորեն հազար տեսակ բան, չգիտեմ։ Ճիշտ է, սխալ է, մենք էլ տենց ենք տրամաբանում։ Եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք կիսվել տարածել եւ ինչ-որ բաժանորդագրվեք, դրանով շատ երկար շատ օգտակար եք լինում։ Նայած որ ամեն ինչ լավ լինելու հետ չմտածեք։ Ու հա հենց ամենալավը է դա, որ քթներից տակ չէ լավ բան տեղի չի ունենում, բայց մեր երկրի ղեկավարը իր համար պերաշկի է ուտում ու շատ նորմալ է։ Մենք սովորել ենք որ պիտի հիստերիկանանք խառնվենք իրար ապայման։ Ինչի համար։ Չէ, ովքեր որ ինչ որ պիտի անեն, անում են։ Ով ինչ պիտի անի, անում է։ Ու նես չի որ պիտի գիշերը չքնենք եսին։ Հա, բայց մեր պետության սահմանները հանգիստ է, որովհետև ոչ թե որովհետև թուրքը չի արձակվում։ Գոնե հիմա Այլ որովհետև նախադրյալները նենց է դրած կանխած ամեն ինչ անեց, որ հարցակի անունն ի՞նչ տնի։ Ոնց կարա հարցակ։ Բայց ժամանակ երկրի եկավար այդ ամեն ինչը գծողը մի քանի տարի առաջով գծողը պերաշկի չուտի կամ կուկուրուզին ուզում է ուտի հալալը նիրը։ Լավ է ժողովուրդ ջան, բարի գիշեր ցես։